Ողջույն ձեզի սիրելի ժողովուրդ հայոց։ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ձեզ Փարիզի այս Էլիսյան 8-րդ շրջանեն, Շանզելիզի 8-րդ շրջանեն եւ այս այգին, որ կոչվի Երևանի այգի Jardin d'Erevan, capitale de la République d'Arménie։ Ահա այստեղ կտեսնվի Էֆելյան աշտարակը, այստեղ կգտնվի Սեն քեդը իր գեղեցկությամբ եւ գամուրջներով, սակայն սիրելիներ այստեղ գլխավոր վայրն է մեր անմահանուն Գոմիդաս վարդապետին, որուն արձանը 2002 թվականին այստեղ կանգնված է։ Գոմիդաս վարդապետ, որ դժբախտաբար զոհը դարձավ հոգևոր իմաստով թրքական ցեղասպանության, այս Էլիսյան այգին մեջ կանգնած է որպես վկայություն, որ թուրքը ցեղասպան է, սակայն հայ ժողովուրդը իր ստեղծագործությամբ, իր մշակույթով ավելի հզոր է, քան սուրը յաթաղանը թուրքին։ Գոմիդաս վարդապետ 1869 թվականին սիրելիներ ծնած է Քութահիայի մեջ, փոքր տարիքեն որբ կմնա, սակայն իր ծնողներու երաշտական աստեցությամբ, երաշտական հոգին ժառանգելով Սուրբ Էջմիածնի վան կմտնե, Գևորգ Կաթողիկոսի ժամանակ, Գևորգ Կաթողիկոս կհրավիրե Քութահիայի շրջանի ուրեմն վարդապետը, որ զինք եպիսկոպոս սենատրել եւ գսե, որ շրջանեն հայ ուսանող բեր վանքի մեջ ուսանելու եւ Գոմիդասը գտանե, Գոմիդաս այդ ժամանակ հայերեն չէր գիտեր խոսիլ, թրքերեն խոսեր, դաչկերեն խոսեր, եւ Կաթողիկոս իրեն գսե Գիտես գսե հայերեն խոսիլ եւ գսե ես հայերեն խոսիլ չեմ գիտեր, բայց երկել գիտեմ։ Ու Գոմիդասը երբ երկե Կաթողիկոսը կվերանա եւ Գոմիդասը Սուրբ Էջմիածնի Գևորգյան ջեմարանին մեջ սիրելներ գրթություն կստանա, ապա գուղարկվի Գերմանիա փարսակույն ուսում ստանալու երաշտական, Թիֆլիսի մեջ, Բոլսո մեջ մեծ երջախումբեր կստեղծե, ամբողջ աշխարհը կհիացնե, հայկական երգը կներկայացնե, ցույց կտա, որ հայկական երգը ոչ թե արևելյան երգ է, այլ հայկական երգը սիրելիներ դարբեր է իր գեղեցկությամբ, իր ոճով, իր զորությամբ եւ Փարիզի մեջ բազմաթիվ դասախոսություններ կտա ու եվրոպական դարբեր երկրներու մեջ։ Գիտեք պատմությունը, դժբախտաբար ցեղասպան թուրքը երբ 1915-ին գծերպակալի ապրիլ 24-ին մեր մեծամեծները, մեծ գրողները, նաև Գոմիդասն գծերպակալվի եւ գուղարկվի սիրելներ չանգրի, Ոնդերը Գոմիդասը ցնցումներ կստանա, որովհետեւ կտեսնե իր կորձընկերները թե ինչ տանջանքներու ենթարկվին, գերմանական Գերմանիո տեսփանի միջամտությամբ Գոմիդասը թեև չարտեն ետ կբերվի, սակայն Գոմիդաս վարդապետը դժբախտաբար հոգին խրոված 1915-ին վերջ շատ քիչ ժամանակ ստեղծագործե ու ապա գբերվի Ֆրանսա Սեն-Ժիև հոգեբուժարանը ոչինչ ուներ Գոմիդասը աշխարհեն մարդկութենեն էր որ խրոված էր, սակայն զինք այդ հոգեբուժարանի մեջ կփանդարգեն մարդոց մեհերու Գոմիդաս վարդապետը ավելի կցնցվի, նախքան Ֆրանսա բերվիլը նաև Թուրքիո մեջ սիրելներ երևակայեցեք թուրք հոգեբաններու կդարվի եւ Գոմիդասը որ թուրքերեն հոգնած էր արդեն զզված էր, երբ ճուզեր իրենց այդ ոյեմեկ ծևով կորձակցիլ որ ըսե ինչ հիվանդություն ունի, Գոմիդասը սիրելներ նեղված իր կյանքը գանցնե Ֆրանսայի հոգեբուժարանին մեջ եւ 1935 թվականին Գոմիդաս վարդապետը իր կյանքը գավարդե։ Այս ուշարձանը
Դավիթ Երևանցին սիրելներ քանթակած է 2002 թվականին ինչպես էսի ասիկա գրնագի բաժինն է Կոմիդասի Արցանին որ հայոց այփուփենը այստեղ քանթակված է եւ երաշուն նվակող ավասիկ հրեշտակներ այստեղ հայերենով գրված է Իշադակ Կոմիդաս Վարդապետին եւ 1915-ին Օսմանյան գայսրության կորզած ցեղասպանության 1.5 միլիոն հայ զոհերուն հիշադակին այստեղ սիրելիներ գրված է նաեւ Իշադակ հայ ուրեմն գամավորներուն որոնք գամավոր գերբով Ֆրանսայի համար բայկարեցան եւ իրեն կյանքը նվիրապետեցին ինչպես Միսակներ սիրելներ եւ ուրիշներ բազմաթիվ ուրիշներ եւ այստեղ նաեւ Կոմիդաս Վարդապետին որպես կոմպոզիտոր, որպես խմբավար, որպես երաժիշտ եւ 1.5 միլիոն նահատակներուն, որոնք Օսմանյան գայսրության ժամանակ 1915-ին ինգան նահատակվեցան եւ հավասիկ այստեղ նույնը ֆրանսերենով դարձյալ դեսվի Կոմիդաս Վարդապետ ինքը մինչև 1915-ը հայկական հայ ժողովրդի ազգային երկերը որոնք Փերանացի փոխանցված էին ինքը քրի արավ եւ զանոնք վերածեց համաշխարհային սկանչելի կորձերուն ես կուզեմ սիրելիներ այս իմաստով երկել Կոմիդաս Վարդապետի երկերեն մեկը Հովարեք սարեր ջան հովարեք իմ դարդին տարմանարեք ամբերը հով չեն անում ամբերը հով չեն անում իմ դարդին տարմանանում իմ դարդին տարմանանում ամբերի քիչ հովարեք վարանցրև թափեք հոմարեք քեշ մարդու օր արևը սև հողին թագով արեք հովարեք սարերը ջամ հովարեք իմ դարդին դարմանարեք հովարեք սարեր ջան հովարեք մեր ասկային դարդերուն դարման արեք Կոմիդաս Վարդապետը սիրելներ սուրբ է սուրբ հրճակվեցավ 1915-ի ցեղասպանության զոհ կացած մեր նահատակներուն հետ միասին երբ 2015 թվականին հայոց ցեղասպանության 100-ամյակին առիթով վեհապար հայրապետները եւ Հայաստանի Ցարակելական Սուրբ Եկեղեցին իր նվիրապետական աթոռներով սուրբ հրճակեց 1.5 միլիոն նահատակները իսկապես որ սրբատասվեցավ Կոմիդաս Վարդապետը իր երկերը երկենք սիրելներ իր իշադակը անթարամ թողմնա
եւ իսկապես աղոթենք, որ Աստված նոր գոմիդասներ հանե մեր ասկի մեջ։ Սիրտս նման է այն փլած դներ, գոդրեր կերաններ, խախտեր էսներ, փում պիտի տնեն մեջ վայրի հավքեր, երտամ ցիթալեմ են ելման կեդեր, դո լաչ տնավեր։ Գոմիդաս վարտաբետ, թունալ պարեխոս եղիր մեր ասկին համար, որ այս խարնակ օրերը ավարտին, այդ դխուր հոգիից ուրախություն կա մեր ասկի օրտնությունը տեսնելով, թունալ աղոտ է մեր ասկին համար, իշադագդ անթարան բիդի մնա, ով մեծ վարտաբետ, ով մեծ երաժիշտ, ով մեծ հայ, և կեզի հետևող աշակերտներ շատ պիտի ելնան, խոնարիմ կուտիմացդ, շատագտ անթարան մնա միշտ, հարեր չունի մսելիք սիրելներ, հոգիս այնքան խրովքի մեջ է, այնքան հուզված եմ, որքան Փարիզը գեղեցիկ է, սակայն Գոմիդաս վարտաբետի այս հայացքը, այս կեցվածքը արդեն մեր հոգին տակնու վրա գնե։ Բոլոր հայերը, որոնք Փարիզ գուքան, թող իրենց համար հոգևոր բարդ կամարեն այցելել այս վայրը, Գոմիդաս վարտաբետի այս հուշարձանը տեսնելու, աղոտ կնելու, մեր հայրենիքին համար աղոթելու և խնդրելու, որ դերը ողորմի մեր ասկին և օրհնություն բարգևե։ Աստված օրհնե ձեզ առատապես։